Հարգելի այցեղջյուրներ, եկեք տեսնենք ինչպիսին կլինի ձեզ համար հուլիս ամիսը։ Հուլիսը այցեղջյուրների համար։ Այցեղջյուրների աշխատանքը, ֆինանսը, անձնական կյանքը, առողջությունը, խորհուրդը տիեզերքից, անակնկալը, զգուշացումը և իհարկե ողջ ամսվա էներգիան, աղեղնավորների ողջ ամսվա կներեք, այցեղջյուրների ողջ ամսվա էներգիան։ Եվ սկսենք ձեր աշխատանքից։ Աշխատանքի մեջ փոփոխություն է տեղի ունենալու, կամ դուք աշխատանքի հետ կապված ճանապարհության եք գնալու։ Դուրս ա եկել 6 սրերը եւ սա նշանակում է, որ դուք այսպես հոսանքի ուղղությամբ, գնում եք դեպի փոփոխության։ Ֆինանսականը մեր այցեղջյուրների կարոլ չաշ, սա գոհ լինելու այսպես կարտը, կարող է նաև օգնություն ձեզ սիրող մարդուց, տղամարդուց, կամ ընդունենք հայր, եղբայր, որը ջրի տարերք է եւ ձեզ նվիրված է, ամեն դեպքում ֆինանսի հարցում նաև գոհ կլինեք դուք։ Անձնական կյանքում ինչ կլինի։ Անձնական կյանքը ցույց է տալիս, որ դուք պետք է դեռ աշխատեք ձեր անձնական կյանքի հարցերի հետ կապված, այն ստաբիլ ուշադրություն է պահանջում։ Առողջությունը այցեղջյուրների առողջության հետ կապված մենք զգուշ ենք մնում փոքր այրվածքներից, կրակից, այսինքն, եւ փոքր բռնկումներից, ուշադրություն ենք դարձնում մեր նյարդային համակարգին, եւ քանի որ սա նաև գործողությունների կարտ է, փոքր գործողությունների կարտ է, ապա ուշադրություն ենք դարձնում նաև մեր ոտքերին։ Տիեզերքի խորհուրդը ձեզ դուրս ա եկել գավաթների թագուհին, սա էմոցիաների մասին է խոսում, դե հասկանում եմ, որ այցեղջյուրները իրանք միշտ գտնվում են սառը, իրենց մոլորակը Սատուրնն է, եւ իրենք գտնվում են սառը էներգիաների վրա, բայց երբեմն կարելի է նաև մի քիչ մեղմել այդ սառնությունը, ձեզ չի խանգարի։ Անակնկալը, որը տեղի կունենա հաղթանակ, դուք ձեզ հաղթանակած կլինեք, շրջապատված կլինեք համախոհներով, ձեր հետևից քայլող մարդկանցով, ձեր գաղափարակից ընկերներով, որտեղ ձեր խոսքը եւ գործերը կլինեն բավականին գնահատված։ Եվ զգուշացումը, զգուշացեք, որ ձեզ չվիրավորեն եւ թույլ չտաք, որ դուք ուրիշին վիրավորեք։ Սա նեղվածության կարտն է։ Հնարավոր է նաեւ կարտը զգուշացնում է, որ դուք կարող եք ինքներդ ձեզ մղել դեպի նեղություն, այսպես ասեմ, լինեք ավելի զգայուն, քան իրականում պետք է։ Եվ ողջ ամսվա էներգիան կարտը կրեստ, եւ սա ցույց է տալիս, որ դժվարության էներգիաներ լինելու են, բայց դուք դրանց հաղթանակած եք դուրս գալու։ Այստեղ այս երկու կարտը ցույց են տալիս, որ ձեզ մի փոքր դժվարություն սպասվում է, բայց չենք հուսահատվում, որտեղ հաղթանակը նաև ձեր կողմն է նայում։